Ֆիրդուսի Շահնամե Նախերգանք Ինչպես կերտեցի Շահնամեն Միտքս երբ որ դադար առավ ու մոռացա կերտողին արքայական գահին ձգտեց միշտ անդադար իմ հոգին Ես այդ օրից ձեռնարկեցի մի դժվարին բայց լավ գործ ու կենթանի լեզու տվի մեր շահերին բազմափորձ Իզուր անցան թանկ օրերս հարցմունք արի շատ մարդկանց բայց ոչ մեկը ոչ խրատեց ոչ էլ մի նոր խոսք ասաց ասի գուցե երկար չապրեմ այս փուչ կյանքում անցողիկ ինձնից հետո իմ այս գործը գրի կառնեն այլ մարդիկ իսկ ինձ համար շատ էր դժվար առանց ապրուստ առանց փող չկար մեկը նեղ օրերիս նեցուկ լիներ կարեկցող եւ աշխարհում հակործան պատերազմ էր մեծ աղմուկ իսկ քերթողի համար կյանքը ծանր էր անչափ եւ անձուկ այսպես անցավ դժվար կյանքս սիրտս խռով վշտապատ բայց ոչ մեկին խոսք չասացի միշտ մեկուսի միշտ անհայտ ունեի ես մի հարազատ ու բարեկամ լավ ընկեր թվում էր թե մենք երկուսս նույն կաշվից ենք դուրս եկել նա ինձ ասաց հավանում եմ միտքը կամքը քո համար այժմ պետք է դու կատարես մի բարի գործ անպատճառ ես քեզ կտամ պահլավական լեզվով գրած մի դաստան Սիրով կպիր դու այդ գործին, զրույցներին պատմական Գիտեմ, ունես ճարտար լեզու, երիտասարդ էլ հասակ Դյութազներին վիպերքելու բազում շնորհք ու ճաշակ Արի այդ հին դաստանները չափավորիր դու նորից Փառք ու պատվի կարժանանաս մեծերից ու փոքրերից Այնուհետև գնաց բերեց այդ դաստանը հանձնեց ինձ կարծես մեկից սրտիս խորքում մի լույս իջավ երկնքից